Դիրքորոշումը տեղի ունեցողի վերաբերյալ ինչ է կատարվում այս պահին, ինչու։ Մենք եկել ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից մեր հոգևոր եղբայրների հետ մեկտեղ որպես հոգու պարտք բերելու մեր զորակցությունը մեր ազգային մեծագործ բարերարին, ով երկու օր առաջ գտնվելով Մայր հայրենիքում, այցելելով Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ուր վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ, նախագահությամբ կատարվեց լուսահոգի Սարգիս Կարապետյանի հոգեհանգիստը 40-օրյա և այդտեղ Սամվել Սարգիսովիչը արտահայտեց իր հավատարմությունը, իր սերը, իր նվիրումը մեր ազգային հոգևոր սրբություններին և Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առաքելությանը, ասելով, որ հավատարիմ է անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, մեր գոյությունը և մեր հարատևությունը։ Ամեն դեպքում այդ արտահայտությունը ցնցել է իշխանություններին, ինչ ցնցող արտահայտություն է արվել, քաղաքացիներից բոլորն էլ հայտնում են իրենց հավատարմությունը և նվիրումը Մայրաթորին։ Մենք հասկացանք, որ Սամվել Սարգիսովիչի նման զորակցությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որը իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը և այդ իմաստով մենք եկել ենք մեր զորակցությունը բերելու։ Միայն զորակցությունը, եթե կալանավորվի գործարարը ինչ է կանելու։ Հնարավոր է նաև ձևակերպվեն հոգևոր իշխանության կողմից, հաշվի առնելով, որ ի վերջո զարգացումները կարծես թե դեպի անհասցնություն։ Միանշանակ մեր եկեղեցին մեր ժողովրդի հետ է եղել և դուք գիտեք Սամվել Սարգիսովիչը բոլոր ժամանակներում հավատարիմ է իր ազգային արժեքներին, իր ժողովրդի և իր պետականության շահերին, հակառակ ամեն տեսակի փորձության, որովհետև նա ստացել է այդպիսի կրթություն, դաստիարակություն, բոլորդ գիտեք նա ում զավակն է, ովքեր են նրա ծնողները։ Եթե կալանավորվեց, ինչ է կանելու։ Որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է սկսել եկեղեցու դեմ, եկեղեցու սպասավորների դեմ, փորձում է ստուգել նրանց կուսակրոնության ուղղը խախտել են, թե ոչ, ինչպես ինչ գնահատական։ Մենք ոչինչ չենք գնահատում, ոչինչ չենք ձևակերպում, մենք այստեղ ենք վկայելու մեր սերը, մեր հավատարմությունը, մեր նվիրումը։ Այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները։ Սամվել Կարապետյանը այստեղ հայտնվել հենց դրա հետևանքով։ Եթե Փաշինյանը եկեղեցու դեմ արշավ չսկսեր, Սամվել Կարապետյանն էլ չէր աջակցել։ Դե մենք ասացինք, որ դա արդեն քաղաքական հետապնդումներ եւ նպատակ է հետապնդում։ Կրեմլյան ձեռագիր կարող են տեսնել նաև ձեր այցի մեջ եւ խնդրում եմ պարզաբանեք ի վերջո ցանկացած հայ որտեղ որ նա ապրի, առավել եւս որ նա հոգեվոր կապ ունի եւ աշխատանքային կապ ունի ըստ էության նաև եկեղեցու հետ, չի կարող աջակցել, ինչու է դատապարտելի եւ քրեորեն հետապնդելի դառնում եկեղեցու կողքին կանգնելը։ Ես այստեղ եմ նաև, որ բերեմ, փոխանցեմ Ռուսաստանաբնակ 100,000-ավոր հայորդիների զորակցությունը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը և նվիրումն ու հավատարմությունը Սամվել Սարգիսովիչին, ում ինձանից լավ գիտեք բոլորդ և գիտի ամբողջ հայ ազգը։ Ես կարծում եմ, որ այո, իհարկե, ես կարծում եմ, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ իր ազգը ունի նման զավակ, հայրենասեր, ազգասեր, Ուրախել Փաշինյանը մինչև 3 նաև։ Պետականամետ, որը արտահայտել է
այդ արժեքները իր բազում գործերով, իրագործումներով եւ այսօր էլ շարունակում է իրականացնել։ Տևական ժամանակ եկեղեցին պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականներ, պահանջում տևական ժամանակ եւ կաթողիկոսը եղել։ Համարում են, որ ասում են եկեղեցին թող չխառնվեր քաղաքականությանը, մենք էլ չխառնվեինք եկեղեցու ներքին կյանքին։ Այսօր էլ ասում են, որ չեք վիճակում ինձ ասածները որևիցե ձևով եւ ունի ապացույցներ, եթե կարող եք նաեւ դատի տալ։ Դա որակվում է արդյոք քաղաքական հայտարարություն։ Եկեղեցին բազմիցս իր հայտարարություններով արտահայտել է իր կեցվածքը, իր վերաբերմունքը, իր մոտեցումը ժողովրդի ազգի հայրենիքի պետության շահերին։ Եվ դա այդ հայտարարությունները գրված են, հրատարակված են քաղցրած։ Հիմա կրկնել իմաստավորն է։ Լավ, շարունակությունը դեպի ուր կգնա։ Ի վերջո նաև Ռուսաստանի հայերը հնարավոր է միավորվեն մինորալի կբարձրանա։ Չմոռանանք Ամերիկայում բնակվող հայերը արեցին Փաշինյանի համար այս հեղափոխությունը, որի պատողները վայելում ենք այսօր։ Ես կարծում եմ բոլոր հայրենասեր, բոլոր ազգասեր, բոլոր եկեղեցասեր քրիստոնյա հայրենիները չեն կարող այլ կեցվածք ունենալ։ Դուք այդ բաները տեսնում եք, մոտիվացիան կա, այդ տրամադրվածությունը կա, որ միավորվեն, որովհետև մենք 18-ին տեսել ենք, թե ինչպես են դրսի հայերը շատ ավելի միավորված եղել, քան ներսում Հայաստանում։ Համոզված եմ։ Սազան, այդ կարծիքով կհաջողվի ճնշել Փաշինյանի եկեղեցուն եւ այս պատերազմը ինչպես կավարտվի։ Մուշով Սրբազան, կներեք, դուք ընդհանրապես չեք խոսել, ձեր անունը այս օրերին շատ շոշափել է, կներեք դուք ոչինչ չի ասվել, դուք ձեր կողմից պիտի ասեք, որովհետև կա տպավորություն, որ Փաշինյանի պնդումներին առանձնապես դեմ չեք, որովհետև չեք փորձում գոնե մեկ անգամ ձեր սատարումը հայտնել եւ եկեղեցուն եւ հոգեվոր Ես ոչ կատարվում սիզվեց նորից ես բուժական հազարներով։ Մի վարկյան։ Ճանապարհ։ Մի վարկյան անցնեմ։ Բայց ես այդտեղ Մի վարկյան։ Այսինքն դուք վերջախոս չեք, չեք կարող օրինակ հիմա գնահատական տասը քաղաքական հետապնդում է բարերարի նկատմամբ։ Ներեցեք, եկեղեցին քաղաքական եւ քրեական հետապնդման ենթարկվում է քաղաքական հետապնդումների ենթարկվում է այստեղ ենք, որպեսզի մեր աջակցությունը հայտնենք մեր բարերարին եւ որ եկեղեցին միասնական է իր ժողովրդի հետ, իրեն հավատարիմ եւ իրեն աջակցություններով տալիս ասել, որ քաղաքական հետապնդումներ են այդ թվում հոգեվորականների եւ բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ։ Քաղաքական հետապնդումներ հասկացությունը դա ընդարձակ է։ Կոնկրետ այս դեպքով եւ կոնկրետ հայրապետի բոլոր արտահայտությունները Ժողովուրդ ասեք, ժողովուրդ